տնօրեններ չէին տեղակայել իրենց ուդապները համապատասխան այդ կայքում եւ լրացուցիչ խնդիրներ էին ունեցել։ Իսկ հիմա ամեն ամիս ամեն կետ պլանավորելով մեր աշխատանքը արդեն իսկ նախապատրաստված է լինում սեպտեմբեր ամսվա համար, ամեն ինչ արդեն ափի մեջ է լինում եւ մեր աշխատանքները դպրոցում կայանում են գրագետ ու ավելի լավ համոզված ենք, որ այդպես է լինելու։ Շնորհակալություն Տիկին Ալավերդյան։ Շնորհակալություն։ Լսենք պարոն Բաղդասարյանին, համեցեք։ Ուրեմն շատ լավ անցնում մեր դասերը, շատ արդյունավետ։ Ուրեմն եթե մենք ունենանք մեր ձեռքի տակ ճիշտ գրված ուսումնադաստիարակչական աշխատանքի պլան, ըստ դրան ամբողջ այդ ոլորտները մեր տեղակալները դպրոցի այլ ոլորտները, այլ ճյուղերը դրանից կվերցնեն եւ կօգտվեն, որից կշահի ամբողջ դպրոցի աշխատանքները։ Ինք արդեն պատրաստի ժամանակացույցով մենք հիմա որ անցնում ենք ժամանակացույցն ենք անպայման նշում մեջը, որ ոլորտը որ ժամանակում պետք է անցնի։ Ասենք այդ ՄԿ-ի համար որ ժամանակահատվածը մեր միջոցառումները մեր ամբողջ իմիջ չթվարկեմ այդ բոլորը իրանից կախված է որ ամբողջը ճիշտ անցնի մեր ժամանակահատվածը մենք ճիշտ դասավորենք մեր ամբողջ այդ դպրոցի փաթեթը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համեցեք Տիկին Գասպարյան։ Գոհար Գասպարյան, Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան համար 5 հիմնական դպրոցի տնօրեն։ Ես նույնպես այս ընթացքում մասնակցում եմ այդ վերապատրաստումներին։ Շատ կարևոր եմ համարում այս վերապատրաստումները ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի կազման համար եւ ժամանակը մեր մասով կարծես թե շատ ճիշտ էր ընտրված։ Մենք օգոստոս ամսին արդեն կունենանք պատրաստի եւ վերապատրաստումից հետո քննարկումները իրականացվում են նաեւ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների հետ։ Կարծես մենք էլ փոխանցող ենք հանդիսանում նաեւ մեր գործընկերներին, մեթոդ միավորման նախագահներին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալներին եւ կարծում եմ օգոստոս ամսվան վերջին արդեն մանկխորին մենք կունենանք հստակ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան։ Թիմային համագործակցությունը նույնպես շատ բարձր մակարդակով է անցնում, գործընկերային այս մեր աշխատանքային մթնոլորտը շատ առողջ է եւ դիտարկումները եւ պարոն Ստեփանյանի կողմից աջակցությունը ես որ շատ գոհ եմ եւ կարծում եմ թող լինեն շարունակական նման վերապատրաստումները եւ մեթոդական աջակցությունները։ Շնորհակալ ենք Տիկին Գասպարյան։ Ահա, պարոն Մաղաքյան, այ կուզենանք լսել ձեզ։ Ինչ եք կարծում, ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Նախ ուզում շնորհակալություն հայտնել գզնակին եւս մեկ անգամ մեզ օգնելու, մեզ հնարավորություն տալու ավելի արդյունավետ աշխատելու համար։ Իհարկե, այս կանոնակարգված օրինակելի փաստաթուղթը մեզ հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կազմակերպելու մեր զարգացման ծրագրի բոլոր կետերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ բոլոր ենթակառուցվածքների ամեն ինչը նախատեսված է, ես ուղղակի հիացած եմ ու շատ լավ աշխատանք է կատարվում հիմա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Պարոն Նավասարդյան, լսենք ձեզ, կօգնի արդյոք այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Եվ ինչքանով կօգնի, որքանով, չգիտեմ, ձեր բարձրախոսը միացրեք, լսենք ձեզ սիրով։ Ուրեմն ես Սուրիկն եմ Նավասարդյան, Արաքսի միջնակարգ դպրոցի տնօրենն եմ։ Ողջունում եմ գործընկերներիս, համաձայն եմ բոլոր հնչեցրած կարծիքների հետ։ Մենք դաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը դպրոցի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է եւ շնորհակալություն գզնակ հիմնադրամին մեզ մեթոդական օգնություն ցուցաբերելու համար։ Օրինակ իմ մասով ես նախկին ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը իմ ժամանակները
հստակ չէր, ես բացահայտեցի, որ պետք է կոնկրետ ժամանակաշրջանին վրա, ժամանակի օրերի ամսվա դրվածքով։ Եվ նաև պետք է լինի չափելի, իրագործելի, մի խոսքով շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Տիկին Պետրոսյան, լսենք նաև ձեզ։ Կօգնի արդյոք այն ձեր զարգացման ծրագրի նպատակներին հասնելու համար։ Բարև ձեզ։ Ես էլ եմ ողջունում եմ բոլորին։ Միանշանակ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կզնակ հիմնադրամին, մեր վերապատրաստողին, շատ հետաքրքիր դասընթացներ ենք ունենում եւ շատ օգտակար, անհրաժեշտ, իհարկե մենք ունենք ամեն դաստիարակչական պլանը պատրաստում ենք, բայց կարծում եմ ԵՄԻՍ համակարգում էլ ամեն ամիս դնել ու վերահսկել, ուշադրություն դարձնել եւ աշխատել միանշանակ սա օգնելու է մեզ ապագայում նաեւ ես 5 կառավարման, մեթոդով դեռ աշխատում, սա նաև զարգացման ծրագիրը ավելի հստակ գրել, ավելի չափելի դարձնել, շնորհակալ եմ շատ եւ մենք աշխատում ենք հետաքրքիր համագործակցության մթնոլորտում ու արդեն սեպտեմբեր ունենանք մեր կառուցված ուսումնադաստիարակչական պլանը 25-26 ուսումնական տարվա համար եւ բոլոր ենթակառուցվածքները արդեն այստեղ կտեղայնացնեն նաեւ իրենց արդեն աշխատանքները հրահանգել ենք, որ ամեն մեկը իր մասով կամբողջացնենք ու սեպտեմբերին արդեն պատրաստ լիարժեք ուսումնադաստիարակչական տարեկան պլանով կշարժվենք առաջ։ Շնորհակալություն Կզնակ հիմնադրամին նման վերապատրաստում իրականացնելու համար։ Շնորհակալ ենք Տիկին Պետրոսյան։ Տիկին Մովսիսյան, դուք ինչ կարծիքի եք այս մասով տարեկան ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը։ Բարև ձեզ, ես Ես ձեր ձայնը կտրվում է։ լսվում է հիմա։ Այո։ Ես Այգևանի դպրոցի տնօրենի պարտականություններն եմ կատարում այս պահին եւ այս վերապատրաստումը շատ լուսաբանեց ինձ համար շատ կարևոր հարցեր անկեղծ ասած, երբ որ քննարկումներ են լինում, ես լսում եմ եւ ինքս ինձ համար դիտարկումներ եմ կատարում իմ զարգացման ծրագրի մեջ ներառելու համար։ Շատ արդյունավետ է, շատ եւ աշխատանքը թեթևացնող հետագայի համար, իսկ ինչ մնում է ուսումնադաստիարակչական պլանի անհրաժեշտությանը, ես պիտի ասեմ, որ առանց պլանավորման ուղղակի անհնար է աշխատանք կատարել, իսկ նման ձևաչափով մանրամասն, չափելի, ժամկետները հստակ նշված, սա արդեն կարծես թե աշխատանքի 70% կատարվում է, մնում է իրագործել եւ հետեւողական լինել։ Շնորհակալություն մեր մենթորին, Կզնակ հիմնադրամին, այսպիսի լավ արդյունավետ վերապատրաստումներ կատարելու համար։ Շնորհակալ ենք շատ, Տիկին Մովսիսյան։ Տիկին Գասպարյան, ուզում ենք լսել ձեզ, ինչ օգնության, ինչպիսի աջակցության կարիք ունեք այս ձևաչափով մշակված տարեկան պլանով նախատեսված աշխատանքները կատարելու համար։ Ներկա պահին ուրեմն քանի որ դեռ չի ավարտվել վերապատրաստումը, ընդհանուր դասընթացը եւ մինչեւ հուլիսի 10-ը դեռ մենք ունենալու ենք ժամանակ, չգիտեմ ինչ հարցեր ընթացքում կառաջանան, առայժմ հաղթահարում ենք այդ ամբողջը։ Ինձ համար նույնպես սա այնքանով է կարևոր, քանի որ ես իմ դպրոցը արդեն անցել է կառավարման նոր համակարգի եւ ամբողջովին կրթության բովանդակության, այսպես ասած, պատասխանատուն հանդիսանալու եմ ամբողջությամբ։ Ես եւ զարգացման ծրագիրը, քանի որ պատրաստ է արդեն, շատ լավ ստացվեց, որ եւ վերապատրաստումը եւ զարգացման ծրագիրը դպրոցի կյանքի կոչելու համար ինքը համենայն դեպս շատ ճիշտ ժամանակահատված էր եւ այս նոր փոփոխությունները բարեփոխումների փուլում են գտնվում ՀՊՉ-ի իրականացման արդեն մենք մեթոդ միավորման նիստերի աշխատանքներին ենք ուշադրություն դարձնում, նորից նոր ձևաչափով մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգն ենք քննարկում,
Այսպես քայլերով գնում ենք առաջ, առայժմ հարցեր չեն առաջացել, ինքը ամբողջովին տալիս է համակողմանի հարցերի պատասխանը ներկա պահին։ Շնորհակալ ենք շատ, պարոն Բաղդասարյան, ձեզ լսենք։ Ունենք ինչ օգնության, աջակցության կարիք աշխատանքներ իրականացնելու համար։ Այս պահին ինչ ասնում եք, բոլորս բավարարված ենք, նորություններով լի, ուրեմն արդեն ժամկեր առաջ էին գրում մենք այդ ուսումնադաստիարակչական պլանը, բայց այնտեղ ամսվա կտրվածքով, երամսյակային, չգիտեմ, լողացող ինչ-որ բաներով, այո, բարբերաբար, կոնկրետ ժամանակացույցով հիմա գնում ենք առաջ, շատ լավ է դա կօգնի, սկզբից մեզ համար, հետո նորից ենք գնում բոլոր ոլորտների համար դպրոցում այդ գործող։ Շատ շնորհակալ ենք, հետագայում հարցեր կառաջանա կքննարկենք, այս պահին շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն, Տիկին Ալավերդյան, ձեզ էլ լսենք։ Ինչպիսի օգնության կարիք ունեք։ Ուրեմն ճիշտն ասած իմ գործընկերները արտահայտվեցին, ես ամբողջությամբ համամիտ եմ իրենց հետ, կոնկրետ մեր մենթոր ոչ մի բաց տեղ չի ինչ հարց կա կարողանում ենք քննարկել, իրական պատասխաններ, որոնք մեզ օգնում են ավելի ճիշտ կազմակերպելու մեր աշխատանքը։ Շնորհակալ ենք այս նախաձեռնության համար եւ մեզ հատկացրած մենթորի համար։ Շնորհակալություն հարգելի տնօրեններ։ Շնորհակալություն հարգելի տնօրեններ։ Ես կցանկանայի խոսեք նաև ինչ առաջարկություններ ունեք վերապատրաստումների հետ կապված, ինչ կառաջարկեք, խնդրեմ։ Տիկին Պետրոսյան, լսենք ձեզ։ Առաջարկությունների հետ կապված ուսումնադաստիարակչական տարեկան պլանը ինքը ստեղծարար, ստեղծագործ աշխատանք է, ինչքան գրում ես, մեկ էլ մի բան նորից հիշում ես, անընդհատ փոփոխության, ինքը շարժական, հա, կենթանի շարժում կարծես թե օրգան լինի ու կուզենք ավելի շատ երևի թե որպես օժանդակող մի ընդհանուր լիներ ինչ-որ կաղապար կմախ, մենք կառուցում ենք, իհարկե մեզ վերապատրաստող ուղղորդում է, հետո ուղումներ կատարում ենք, բայց նաև ունենանք մի հատ կենթանի այսպես դրված օրինակ, որից կարող ենք, եթե պետք է կարիքը կա առաջնորդվելու, հասկանանք։ Մեզ ասացին, որ դպրոցական վերահսկողությունը պիտի մտնի, մենք ամեն տարի առանձին ենք գրել միջոցառումների տարեկան պլանը, առանձնացրել ենք ներդպրոցական վերահսկողությունը, հիմա մի քիչ երկբայական վիճակ էր, ես չգիտեմ, հիմա բոլորը մի տեղում պիտի լինի, խոսքը էլեկտրոնային համակարգ մուտք գործելու, այնտեղ աշխատելու մասին է։ Այնտեղ պիտի տարանջատված լինի, չնայած որ ասվեց վերապատրաստողի կողմից չէ, ամբողջական պիտի այնտեղ լինի։ Հիմա ուղղակի ավելի ճշգրտված մի նմուշ օրինակ լիներ, որպեսզի հասկանանք ինչ պիտի անենք։ Տիկին Պետրոսյան, այդ մասով դեռ տեխնիկական աշխատանքներն ընթանում են, ձեզ հաջորդիվ աշխատանքների մասին կտեղեկացնեն, դա տարանջատված կլինի ու դապից ՆԴՎ-ն կտարանջատվի, այդ մասով ձեզ ուղղորդումներ կտան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, հաջորդ կարծիքը խնդրում եմ լսենք, պարոն Մաղաքյան, ձեզ լսենք։ Ինչ առաջարկություններ ունեք այս վերապատրաստումների հետ կապված, ինչ կառաջարկեք, որպեսզի ավելի հետաքրքիր անցնի, ինչ որ նոր բան, ինչ կառաջարկեք։ Ճիշտ ասած ամեն ինչ նորմալ է անցնում, առաջարկություն որպես այդպեսին չունեմ, կցանկանայի որ հաճախակի լինի նման հանդիպումներ տնօրենների մակարդակով, մեկս մյուսին լսում ենք, մեր փորձը կիսում ենք մեկս մյուսի հետ, շատ հաճելի ու հետաքրքիր անցնում, ամեն ինչը նորմալ է, ուսուցողական է, շատ լավ ամեն ինչ։ Շնորհակալ եմ, եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգելի տնօրեններ, եթե այլ կարծիքներ կան, համեցեք։ Չկան հարցեր։ Շնորհակալություն հարգելի տնօրեններ, Կզնակ հիմնադրամի կողմից շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնօրեններին այս հաճելի հետաքրքիր հարցազրույցի համար։ Անչափ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ, հաջողություն։ Լավ բոլորի։ Ձեզ նույնպես շնորհակալություն։